Այս վերջի բանում հիմնականում ծանոթացանք bias-ի գաղափարին ու օրինակ որ բերեցինք, որ x1-ը unbiased estimator-ը ստացվում, այդ նրա հաշվին էր լինում, որ ես ասում էի մատսպասում x1-ը հավասար է լինում համյուի։ Դրա համար իրարից հանածը գալիս է 0 է դառնում, ընտիր։ Բայց ըստ էության ստեղ ստացվում է, որ եթե մատսպասման մակարդակով եմ նայում, այսինքն չեմ էլ ասում ոնց որ x1 x2 եմ վերցնում, թե x1 x2 մինչև x1000, ես չեմ տեսնում, թե ընդհանրապես այդ իմ գնահատականը ինչքանով է լավանում։ Օրինակի համար, երբ որ վերցնում էինք x բանը, x գծիկը, սա հստակ n-ը ինչքան մեծանա, այնքան մոտենալու է μ-ին, չէ՞։ Սա հենց մեր կակրած մեծ թվերի փոքր օրենքն է։ Տվյալները շատացնելուց միջինը տվյալների մոտենում է մատսպասմանը։ Հիմա ոնց որ ինչ կարանք բռնենք, չափենք, վերցնենք, որը որ կխոսա տվյալների քանակի շատանալու արդյունքի մասին նաև։ Այս x1 օրինակի համար, եթե ես վերցնեմ ցանկացած տվյալներ ու իրանցից, ասենք, առաջին տվյալը վերցնեմ, հետո ելի մի հատ յաբախտի տվյալներ վերցնեմ, այդ դրանցից առաջի տվյալը վերցնեմ, եկեք լավ գրեմ A1, հետո մի հատ ուրիշ պատահական վերցածներից առաջին, ուրիշ պատահական վերցածներից առաջին եւ այլն եւ այլն, սրանք նես չի, չէ՞ ինչ որ մոգական ձևով գալու է ձգտի միջինին։ Նես չի, ինչ որ պայից սկսած պատահական խմբի առաջին անդամը լինելու է հենց մատսպասմանը, հենց միջին բոյա ունենալու, sense ասած։ Մենք պլստում էինք bias-ի ժամանակ, որովհետև միջինն էինք վերցնում։ Մատսպասման մակարդակով էինք խոսում։ Այդ ձգտելու մակարդակով հեչ էլ չենք պլստա։ Այսինքն եթե բռնենք գծենք, ասենք, արժեքները, այս թող լինի bias-ը օրինակ, մեր x1-ը ոչ թե bias-ը, այլ բանը, իսկականը։ Մեր լինելու է, ասենք, ստեղ։ Այսինքն ինչ որ ձև է իրան պահելու n-ը, որ մեծացնելով գնանք։ Իսկ մատսպասումը նախորդ գործնականում կակրած Python-ով գծում ենք։ Մատսպասումը գնալով կամած գալու է սենց զուգամիտի այս մեր ուզած մատսպասմանը հենց։ Այ դա շատ լավ ընդգրկում է իր մեջ consistency-ի հատկությունը։ Estimator-ը ասցին կարող լինի biased, unbiased, նաև ասցին կարող լինի ոնց որ լինի միջին քառակուսային շեղում խոսացին, կարանք ասենք MSE estimator, այսինքն միջին քառակուսային շեղում եթե դեպի 0 է ձգտում, ասենք ինքը միջին քառակուսային շեղման լավ estimator-ը։ Հիմա մի հատ թազա հատկություն, որ կստուգենք, այդ consistency-ն է։ Հայերենով սա թարգմանված որպես ունակություն։ Ի կապ ունի ստեղ ունակությունը։ Մի քիչ ջղայնանում եմ այդ թարգմանության վրա, բայց ոչինչ։ Մեջս կպահեմ հետագայում ու կասեմ consistency։ Իրա միտքը նա, որ հիմա եթե ունեմ ես իմ թետա n գլխարկը, n-ը որ մեծացրեցի գնաց անվերջին, կձգտի ինքը թետայի, թե չէ։ Ավելի կոնկրետ, ըստ հավանականության կձգտի թետայի, թե չէ։ Այսինքն ըստ հավանականության ասում ենք ցանկացած էպսիլոն սխալանքի համար պետք է հավանականությունը, որ ինքը այդ էպսիլոնից այդ իսկական թետայից էպսիլոնով շատով շեղված կլինի, պետք է ձգտի 0-ի։ Այսինքն գնալով պետք է անհավանական դառնա, որ ինքը սխալ կգուշակի։ Այսինքն sense պետք է կա ինչ որ բայից ձգտի։ Ահա։ Եթե սա տեղի ունի, ասում ենք, որ այս մեր estimator-ը consistent է։ Եթե ըստ հավանականության ինքը զուգահեռ համար x-n գլխարկը ինքը բան է։ Ինքը consistent է։ Ինքը unbiased է, այդ ունենք, ոնց որ միջինի իմացպասումը տեսանք, միջինով հաշված բանը տեսանք, որ unbiased է։ Իր վարիացիան մենոց սիմա քառակուսի n-ը ինքը ձգտում է 0-ի, այսինքն գնալով կետերը գալու են իրոք կենտրոնանան միջինի մոտ։ Ինքը օգտագործում է բոլոր մեր ունեցած n տվյալները։ x ըստեղ x1-ը վերցնելուց ուղղակի մենք վերցնենք առաջի տվյալը, մնացածը սա շպրտում ենք։ Ու այս մեկը ըստ էության ինչքան շատ տվյալ ենք ունենում, այդքան ճշգրիտ է դառնում։ Այս մեկը ամեն ինչ անտեսում է առաջինից բացի։ Ու այս մեկի մոտ վարիացիան կոնստանտ է, այստեղ բաժանածային չունենք մենք իրականում։ Ու նաև ոնց որ իրականում այս ուղղակի x1 հաշվելը ինքը բան չի, consistent չի։ Այսինքն այս երկուսը biased էին, այս երկուսն էլ unbiased են, բայց մենակ սա է, որ consistent է։ Դրա համար
Արդեն կարամ ինձ թույլ տամ ասել, որ տվյալներ ունես վերցրու առաջի կետը շատ անկապ մոտեցում է, տենց պետք չի անել։ Վերցրու այդ սաղ բոլոր տվյալներից միջինը, տենց ավելի լավ է։ Բայց ոնց որ հանկարծ չմտածեք էլի, որ ոնց որ consistency-ն ավելի ուժեղ է, քան unbiased-ությունը։ Կարա լինի unbiased, բայց դա չնշանակի, որ ինքը consistent է, x1-ը դրա օրինակն է։ Ու նաև կարա լինի consistent, բայց չնշանակի, որ ինքը unbiased է։ Օրինակի համար 1/3, այս առանց այդ Bezel-ի կոռեկցիայի վարիացիայի estimator-ը, այսա ինքը biased է, բայց consistent է։ Այսինքն չստացվեց consistent էր, ուրեմն դառավ biased։ Հա, okay, բայց մի բան, որը որ եթե դա կա, ուրեմն consistent է, այդ արդեն միջին քառակուսային շեղումն է։ Այսինքն եթե իր MS-ին ձգտում է 0-ի, ուրեմն ինքը consistent է։ Այսինքն եթե bias-ը ձգտում է 0-ի, վարիացիան ձգտում է 0-ի, այս օրինակի պես, ուրեմն ինքը միջին քառակուսային շեղումն է ձգտում 0-ի։ Սա ձեռի հետ նաև ասացինք, որ միջին գուշակելը այդ MS-ի համար օպտիմալ ստրատեգիա է։ Այդ նախորդ դասին ուղղակի ասել ենք, բան չէինք արել, չէինք հիմնավորել ոչ մի ձև։ Ոստեղ մի հատ գործիք, որ մեզ լավ կօգնի, այդ Չեբիշևի անհավասարումն է։ Չեբիշևը ասում էր, եթե ունես ինչ որ լավ, եկեք գրեմ x մինուս մյու փոքր է մեծ հավասար է էպսիլոնի հավանականության համար, դնում էր շեմ, որ սա փոքր հավասար է վարիացիա բաժանած էպսիլոն քառակուսի, չէ՞։ Այստեղ սիգմա ասում էր սիգմա քառակուսի բաժանած էպսիլոն քառակուսի։ Այս որպես արագ հիշեցում էլի հաղթեսից։ Հիմա սրա համար եթե հաշվենք թետա-n մինուս թետան, վարիացիան կլինի մացվածում թետա-n մինուս թետա քառակուսի բաժանած էպսիլոն քառակուսի ունենք ստեղ, ըստ էության եղավ միջին քառակուսային շեղում թետա-n քառակուսի, այսինքն բայաս քառակուսի գումարած վարիացիա քառակուսի։ Հիմա եթե սա ձգտի 0-ի, ուրեմն այս հավանականությունն էլ է ձգտելու 0-ի, ուրեմն ստացվում է այսա մեր մոտ ձգտեց 0-ի։ Չեբիշևի անհավասարումը ստեղ մեր համար լավ գործիք է, էլի։ Ինքը ոնց ընտիր գործիք էր մեծ թվերի օրենքի համար, նենց էլ լավ ընտիր գործիք է մեր մոտ այստեղ։ Ու այսքանը բանի մասին, ունակության մասին, consistency-ի մասին։ Սա նորմալ է ժողովուրդ։ Հայկ ջան, այս մասը ճիշտ ասած լավ չհասկացա։ Ստեղից ոնց մի անգամից եկաք սրան էլի։ Հա, այս բանն է, ոնց որ ուղղակի սահմանումն է, չէ՞։ Միջին քառակուսային շեղումը այդ իսկականից շեղման քառակուսու միջինն է։ Սահմանում է ընդհանրապես, էլի։ Այստեղ էր մեր մոտ այս թետան, ինքը ոնց որ իսկական արժեքն է, էլի, իրան կարանք պատկերացնենք, որ μ-ն է, մենք էլ գուշակությունները անող բանը թետա n գլխարկն է։ Հիմա ծուռ կլինի այսքանով, քառակուսին կլինի այսքանը, միջինը կլինի այսքանը։ Հա, ես այդ Չեբիշևի անհավասարությունից գիտեմ, որ այս համարի չոն պետքա վարիանս եղնի, դեռ որ դու գրեցի։ Այդ ոնց է։ Հա, հասկացա, այսինքն ոնց որ այստեղից այստեղ ավելի շուտ ոնց եկանք։ Այստեղ ունենք մեր մոտ բանը, թետան ոնց որ մեր իսկական մացպասումը լինի, չէ՞։ Թետա n-ը իրան ուզում է գնահատի։ Հիմա վարիացիան մենք ասում էինք մացպասում x մինուս ex-ի քառակուսի, չէ՞։ Այո։ Հիմա մեր մոտ x-ը այդ մեր թետա n-երն է, չէ՞ զոտ։ Հիմա մացպասում x-ը այդ մեր թետան է։ Ստացվեց մենք ունենում ենք մացպասում թետա n գլխարկ, որտեղ մեր ոնց որ մեր estimator-ը թետա n գլխարկն է։ Հանած իսկական մացպասում, այսինքն հանած թետա։ Դե մացպասում եմ ասում, բայց այն ինչ ուզում ենք, էլի։ Ճիշտ է մացպասում։ Ու իր քառակուսի։ Վարիացիայի սահմանման բեկանք ստեղ, էլի ուղիղ։ Նորմալ է։ Հա, մեկ էլ էս ին նշածից էլի, այդից ոնց ենք այդ MSA-ով գնում։ Այս MSA-ի սահմանումն է, այսինքն թետա n-ի MS-ին սահմանում ենք որպես մացպասում
Կարանք պատկերացնենք ոնց որ գուշակություն թետային գլխարկ, հանած իսկական արժեք, է դրա քառակուսի, քառակուսային շեղում։ Ու է դրա միջինի համար ստեղ արդեն մացպասում էլի։ Այսինքն մենք ուղղակի Ահա, կան որտեղ էր MS-ին ենք, այսենց ենք էլի իրան հենց սահմանել։ օքեյ։ Ահա։ Այնց հետո էլ բանում bias քառակուսի գումարած variance, չէ՞։ Հա, հետո կարանք հետագայում արդեն բերենք դեպի դրան իրան նաև, տենց կարանք decompose անենք։ Դե ու կարանք բռնենք ինչ որ մացպասումը նայելով համատենք իսկականի estimator-ի մացպասումը համեմատենք իսկականի հետ, այդտեղ մացպասումը ինչ որ տեսական բաներ, լրիվ ամբողջ տվյալների մակարդակով էր ինքը։ Եկանք ստեղ consistency-ն ասացինք, դե բոլոր n տվյալներն ենք վերցնում, այսինքն x1-ից մինչև xn։ Հիմա բայց հարց է գալիս, եթե ինչ որ բան ուզում եմ գնահատեմ, ինձ արդյոք պետքա իմ բոլոր տվյալները պահեմ։ Թե կարամ օրինակի համար այդ տվյալներից ինչ որ մի հատ բան հաշվեմ, ու ուղղակի դա օգտագործեմ։ Всё, ինձ էլ հենց բուն տվյալները պետք չեն։ Դրանով հեսա գալիս ենք sufficiency-ի գաղափարին, sufficiency-ն բավարարությունն է, այսինքն հերիքայությունը, ասենց ասած, էլի, այսքանը հերիք է։ Ես սրանով բավարարված եմ, ավել բան պետք չի ինձ ասես։ Իսկ ուզում ենք հասկանանք ոնց կարանք ճզմենք մեր տվյալները։ Օրինակի համար, եթե ղուշգիրի օրինակով շարժվենք, հիմա օրինակ կոպեկը գցել եմ, ընկելա ղուշգիր, հետո գիր, չգիտեմ սա իսկականում գիրն է թե չէ։ Հիմա սրա համար ինչ զուտ այս տվյալներից նայելով, ինչ կգնահատեք գիր ընկնելու հավանականությունը։ Ըստ ձեզ կոպեկը ոնց է սարքած, էլի։ Դե 0.5 է գիր ընկնելու հավանականությունը, էլի։ Այդ եթե արդար կոպեկ ունենք, Եթե ոնց որ մի քիչ հարցը լավ չտվեցի, ունենք ինչ որ կոպեկ, չգիտենք ինքը ազնիվ կոպեկ է թե չէ, գիտենք որ ինքը p հավանականությամբ է գիր ընկնում։ Սա հավասար է ինչ որ p-ի։ Հիմա այդ կոպեկը գցել ենք, ուզում ենք հասկանանք գնահատական տանք ինչ որ էս p-ին։ Իսկն մենք հակառակ սյուժետում ենք, էլի, ոչ թե գիտենք օրենքը, ուզում ենք գնահատել ինչ որ բան, այլ գիտենք ուզում ենք նայենք տվյալներ, այլ գիտենք տվյալները, ուզում ենք գնահատենք օրենք, էլի։ Այդ վիճակ հավտես վիճակ հակառակ մտածելաբանի մեջ ենք, էլի, ֆրեյմվորքի։ Այսինքն 5 անգամ կոպեկ եմ գցել, 4 անգամ գիր է ընկել։ Այս պահի դրությամբ մենք կմտածենք, որ գիր ընկնելու հավանականությունը ինչքան է։ գիր ընկնելու հավանականությունը 0.8 է, 4/5 կարելի ասել։ Ահա, կասենք որ 4/5։ 4/5, հա։ Այսինքն մենք մեր գնահատելու համար օգտագործեցինք գիրերի քանակը։ Հիմա այդ օրինակ ասեի գիր ղուշ, երևի թարս ասացի, բայց մի խոսքով էս հն 1-ից բերեմ երկրորդ տեղը։ Նույն բանը կասեք, չէ՞ էլի, հերթականություն ձեզ կարևոր չէ։ Միակ բանը, որ կարևոր էր, այդ քանի անգամ է ընկել գիր։ Այսինքն քանի անգամ է ընկել է ինձ հերիք է, սաղ տվյալները պետք չի։ Հիմա եթե օգտագործենք estimator, որ կվերցնի x1, x2 եւ այլն xn ու կվերադարձնի քանակը x1-երի, որոնք որ x-երի, որոնք որ հավասար են գիրի, այսա իրականում մերոնց ստացվում է ոնց որ sufficient estimator։ Ինչ կվերադարձնի, կներեք։ Կվերադարձնի գիրերի քանակը։ Okay։ Այսինքն եթե x1, x2 բաման դնենք, նայում եմ քանիսն է գիրի հավասար։ Այսա ոնց որ շատ լավ ճզմված հաճելի գնահատելու ձև է դառնում։ Այսինքն եթե հենց մի քիչ ավելի ֆորմալ ասենք, օրինակ եթե ունենք Բեռնուլիի բաշխումից տվյալներ, Բեռնուլի որտեղ զուտ կոպեկ է ոնց որ կամ էս կամ են, էլի։ Եթե բռնենք ու իրենց ոնց որ եթե արդեն ղուշգիրի փոխային 0-1-երով պատկերացնենք, 0-1, 0-1 եւ այլն։ Հիմա այստեղ այս ղուշերի քանակ հաշվելը կդառնա նույնը ինչ, ուղղակի վերցնել սրանց գումարը, չէ՞։ Այսինքն կարամ ասեմ իմ գնահատիչը իրան հաճախ t-ով են գրում, t այստեղ հաստ x-ը, հաստ x-ի նկատմամբ ամբողջ տվյալներս։
Այսինքն tx1, x2 եւ այլն, եթե սահմանեմ որպես գումար xi, in հավասարա 1-ից n։ Ուղղակի ասում եմ հաշվում եմ, թե քանի անգամ քանի գիր է անգել։ Այ դա մեր համար բավարար է, որպեսզի գնահատենք բանը։ Այդ Բեռնոլիի բաշխման պարամետրը։ Այստեղ կակած լավ է, այսքան վաղ մատսպասում վարիացիայից ենք խոսում, բայց մենք հիշենք, որ մենք ուղղակի պարամետրերի գնահատման մասին ենք խոսում։ Նո parameter estimation-ն է մեր, չգիտեմ, թե նույն բանը մի քիչ անգլերենով ասացի, բայց մեր գործիքը այստեղ կոնկրետ ուղղակի բաշխում ունես իր պարամետր գնահատի վակարդակով է, էլի։ Հանկարծ չմտածենք մենակ նրա մասին է խոսքը։ Այստեղ կարանք ասենք, որ մեր ստատիստիկ tx-ը բավարար է թետայի համար, ու այստեղ մի հատ պայման կա, սահմանում ավելի ճիշտ, որ եթե պայմանական բաշխումը x-ի ըստ թետա x-ի կախված չի թետայից, սրա ոնց որ հայերենով ասած այնա, որ եթե արդեն գիտենք մեր տան, այսինքն օրինակ գիտենք հուշերի քանակը, այդ տվյալների մեջ մնացած տվյալներում տակը մնացած բոլոր տվյալների պետք է երկու անգամ ասեմ տակը մնացած տվյալների մեջ մնացած պատահականությունը իր հետ ոչ մի ինֆորմացիա չի բերում։ Ուղղակի աղմուկ է, այսինքն կլինի հհտհհտ, տտհհտհ, կապ չունի ընդհանրապես։ Ոչ մի ինֆորմացիա իր հետ չի բերում։ Ինքն սա արդեն պարամետրից կախված չի լինում ընդհանրապես։ Մենք ունենում ենք ասենց ասած lossless summary, առանց կորստի բան summary, առանց կորստի սեղմ նկարագրություն։ Մի հատիկ էլ եթե process-ը ասեմ, թե մենուտ ինչ էր տերանում, որ լավ հասկանանք, ոնց որ ունենք մեր բում տվյալները, ինչ որ x1-ից x-ն, իրանց վրա հաշվում ենք ինչ որ մի հատ բան, ու այդ մեր հաշվածը ոնց որ կարա լինի, կարանք օրինակ հաշվենք գումարը ու հաշվենք վարիացիան։ Կարանք հաշվենք գումարը ու հաշվենք, չգիտեմ, առաջին էլեմենտը։ Այսինքն կարանք մի քանի բան հաշվենք, պարտադիր չի, մենակ մի հատ բան հաշվենք։ Բայց հաճախ ոնց որ այն ինչ հաշվում ենք, շատ ավելի քիչ քանակի է լինում, քան մեր տվյալները։ Ու եթե այդ քիչ տվյալները օգտագործելով կարանք սարքենք այդ քիչ տվյալները օգտագործելով վերցնում ենք ինչ որ estimator, ասենք ինչ որ j estimator ենք վերցնում, դրա համար ստեղ տեղ գրեցի, որտեվ j-ն է մեր estimator-ը, տան ուղղակի ինչ որ ստատիստիկա է։ Այսինքն ես օրինակի համար վերցնում եմ հուշերի քանակը, այդ 4-ն է, ու իրան տեղադրում եմ ոնց որ իմ tx-ը լինում է 4, վերցնում եմ մի հատ ինչ որ j ֆունկցիա, jt, որ վերցնում է tx-ը բաժանում է 5-ի, եթե 5 հատ ունենք, էլի, բայց ընդհանուր բաժանում է n-ի։ Այսին estimator-ը ստացվում է sufficient estimator։ Եկեք մի հատ օրինակ նայենք, հենց Բեռնոլիի օրինակով իրականում գնանք։ Հիմա մենք այս պնդումը, որ ասում ենք tx ստատիստիկան sufficient է բանի համար, ներողություն, մի քիչ սխալ ասեցի ստեղ, որ ասացի ես իմ estimator-ը լինում է sufficient, չէ, մենք ստատիստիկան ենք ասում sufficient է։ Այսինքն մենակ այս tx-ը հաշվելը հերիք է, որ սարքենք estimator։ Չանց մի քիչ տերմինների մեջ խառնել աստվածվում, բայց մի խոսքով։ Մենք սա սահմանում ենք, որ սա sufficient է թետայի համար, եթե իր պայմանական բաշխումը կախված չի թետայից։ Սա մի քիչ ֆորմալ ոնց կարան գրենք։ Այսինքն մենք ասում ենք fx ըստ էս մեր estimator-ի թետայի, այսինքն պայմանական բաշխում վերցինք։ Հիմա սա ասում ենք, որ մենք պետք է կարողանանք գրենք որպես ինչ որ մի հատ j tx թետա անգամ ինչ որ hx։ Այս hx-ը մեր տվյալներից կախված է, խնդիր չկա։ Բայց կարևորն է, որ այս մեր jx-ը թետայից կախված չի։ Ինքը կախված է մենակ տվյալներ ու ներողություն, այժմ ոչ թե թետայից կախված չի, թետայից կախված է, հեսա գրած է։ Կախված չի տվյալներից, կախված է մենակ տվյալների վրա հաշված ինչ որ մի բանից։ Այսինքն j-ն
տվյալների հետ կախված է մենակ t-ի միջոցով։ Օրինակի համար տվյալ, ասենք, կոպեկի օրինակով ինքը կախված է մենակ հուշերի քանակի միջոցով, ոչ թե ամբողջ տվյալներով։ Իսկ այս մեր հաշը թետայից ընդհանրապես կախված չի։ Եթե կարանք այսպես բաժանենք, այսպես ձևով ներկայացնենք տվյալները, ուրեմն վերջ sufficiency ունենք։ Բեռնուլիի օրինակով եթե նայենք, Բեռնուլիի դեպքում մեր մոտ այս մեր fx-ն մի հատիկի համար եկեք գրեմ x1 լինում էր p կամ 1 մինուս p, չէ՞։ P եթե ղուշ է 1 մինուս p, մի խոսքով, մեր երկու դեպքն ենք ունենում։ Ու հիմա եթե շատ բաների համար գրեմ, այս սրա սեղմ գրելու ձևը նաև այն էր, որ ասում էինք p անգամ x1 1 մինուս p անգամ 1 մինուս x1, չէ՞։ Հիմա եթե x1-ը 0 է, ստացվում էր ուղղակի 1 մինուս p, եթե x1-ը 1 է, ստացվում էր ստեղ 0 չան, ստացվում էր ուղղակի p։ Իսկ այս պայմաններով դեպքը կարճ գրելու համար անալիտիկ ձև էր զուտ։ Հիմա ունեմ այսա, ու ասում եմ, քանի որ իրարից անկախ են, ենթադրում ենք, ու միատեսակ բաշխված, այդ մեր մշտական ենթադրությունն է։ Արդեն ունենալու եմ բան։ Արտադրյալ px1, 1 մինուս p, 1 մինուս x1, ուստեղ ըստեղության լինելու է ոնց որ p x1 գումարած x2 գումարած եւ այլն, այսինքն ունենալու եմ p գումար x1 անգամ 1 մինուս p, ստեղ լինելու է 1 մինուս x1 գումարած 1 մինուս x2 գումարած տտ ստացվելու է n հատ 1 n մինուս գումար x1։ Հիմա կարանք նկատենք, որ այս ու կարամ մի հատ գրեմ անգամ 1, այդ ուղղակի մեր հաշիքսը կլինի, ստեղ դրա կարիքը նույնիսկ չկար։ Բայց հիմա ժողովուրդ, ստեղ ինչ կարամ նկատեմ, որ եթե բոլոր տվյալների եթե սաղ տվյալների փոխարեն ուղղակի վերցնեմ իրանց գումարը, ընդհանրապես, այսինքն տեն սահմանեմ որպես գումար x-ի, ես կունենամ ստեղ pt(x) անգամ 1 մինուս p n մինուս tx։ Ստացվեց, որ սա տվյալներից կախված չի, սա կախված է մենակ t-ից ու մենակ p-ից։ Այսպես ներկայացրեցի։ Ուրեմն սա մեր մոտ sufficient է։ Հա, ու ժողովուրդ, մոռացա ասեմ, սրան անվանում են Fisher-Neymani ֆակտորիզացիա։ Բայց ես մի հարց տամ, էլի, այդ տվյալներից կախված չի, բայց դեն հենց այդ տվյալների գումարը չի։ Ահա, բայց տվյալների գումարը հենց հաշվեցինք, արդեն տվյալները Առանձին ամեն մեկից ոնց որ կախված չի, հենց այդ ընդհանուր թվից է կախված, ելնում, դառնա տենց։ Մի քիչ տվյալներից կախված չի ասելը սխալ կլինի, մի քիչ սխալ եմ ասել, որ տվյալներից կախված չի։ Ինքը տվյալներից կախված է մենակ մեր t-ի միջոցով։ Այսինքն մենք սաղ տվյալները վերցնում ենք, այդ սաղ տվյալները մեզ պետք են։ Իրանցով հաշվում ենք գումարը, այ գումարը հենց ունեցանք, արդեն տվյալները պետք չեն վերջ, կարանք իրենց ջնջենք։ Այդ մակարդակով են գալիս, էլի։ Այսինքն ստեղ Այսինքն ոնց որ ֆունկցիա լինի, որ այդ տվյալների բազմությունը տանի մի ինչ-որ թվի։ Տենց մի բան։ Հա, գերազանց, այստեղ հենց այդ է, էլի մեր մոտ։ Ահա, շատ ճիշտ է։ Լավ։ Ուղղակի ոնց որ տվյալները եթե n-ում են, այդ ֆունկցիան իրան բերում է ինչ-որ r-կայի կան, որտեղ n-ից լավ փոքր է, էլի հաճախ։ Այս դեպքում կան 1 է։ Մենք հաշվեցինք ուղղակի գումար ու վերջ։ Հերիքա։ Այս r-կան մեզ այս տարածությունից եկած մեր արժեքը մեզ բոլ է, ավել բան պետք չի։ Այս մեր մոտ sufficiency-ի գաղափարն էր։ Կա հաջորդը minimal sufficiency։ Minimal sufficiency-ն ինչից է գալիս, որ օրինակ պատկերացնենք ունեմ բան x1, x2 եւ այլն xn տվյալները։ Մի դեպքում ասացինք, որ կարամ իրանց գումարը վերցնեմ, այդ հերիք կլինի, բայց օրինակի համար կարամ նաեւ ոնց որ վերցնեմ իրանց կարամ ամեն ինչը նորից վերցնեմ, չէ՞, կարամ ընդհանրապես չճզմեմ։ Կարամ ասեմ իմ ստատիստիկան այս x1 բանի վրա իմ t(x1) եւ այլնը հավասար է էլի x1, x2 Այսինքն կարամ ու ինքը կբավարարի, չէ՞, բոլոր պայմաններին։
Այստեղ կարամ բանաձև ունենամ, որ սա կախված է ընդամենը իմ ամբողջ տվյալներից։ Բայց այդ արտահայտությունը ընդամենը ամբողջ տվյալներից, այսինքն ես ստացվում է n-ից եկա դեպի n տարածություն, ընդհանրապես չճզմեցի տվյալներս, բայց sufficiency բոլոր պայմանները բավարարված են։ Մի հատ ուրիշ արտապատկերում օրինակ առաջարկեմ, մենք ստեղ վերցրեցինք մեր մոտ բանը, t x-ը վերցրեցինք որպես գումար x-ի, չէ՞։ Այսինքն բերեցինք միաչափ տարածություն։ Մի հատ ավելի լավ բան առաջարկեմ, եկեք վերցնենք tx-ը հավասար է, արդեն բերենք երկչափ տարածություն, գումար x-ի 509 պանիր։ Այս եռաչափ տարածություն է, թող բերի։ Հիմա ես ամեն ինչը որ նայեմ, այս կախված է մենակ t-ից, կախված է։ Ստացվում է, որ այս մեր ստատիստիկան, որ վերցնում է գումարը ու վերցնում է երկու հատ պատահական, մի հատ պատահական թիվ, մի հատ պատահական արժեք։ Ինքը էլի sufficient է, բայց մեջը ավելորդ բաներ կա, չէ՞։ Ես կարամ սրանք շպրտեմ մի կողմ ու ինքը էլի կլինի sufficient։ Այսինքն մենք հիմա կարանք խոսանք նաև ամենաշատ տվյալները ճզմել, ամենաշատ ինֆորմացիան անտեսել, ասել ես առանց քեզ էլ կարամ։ Ամենաքիչ բանով յոլա գնալ մի խոսքով, էլի։ Այդա արդեն minimal sufficiency գաղափարն է, ու այդ n ստատիստիկան է, որը մաքսիմալ compression է ստանում, ամենաշատ տվյալներն է ճզմում առանց ինֆորմացիա կորցնելու։ Ու իրան մենք սահմանում ենք որպես, ասում ենք, ինչ որ բան sufficient ստատիստիկան մինիմալ է, եթե ինքը ցանկացած ուրիշ sufficient ստատիստիկայից ֆունկցիա է։ Այսինքն օրինակ համար ես եթե ուզում եմ ասեմ, որ գումար x-ին մինիմալ է, պետք է ասեմ, որ ցանկացած ուրիշ բան եթե վերցնես, օրինակ համար եթե վերցնեմ որպես ստատիստիկա իմ ամբողջ տվյալները, ես պետք է ինչ-որ phi ֆունկցիա օրինակ, որ phi x-ը հավասար լինի, եկեք սրանք գրեմ tx, phi x-ը հավասար լինի tx։ Այդ ֆունկցիան կարող լինի հենց գումար հաշվելու, բայց ըստ էության սաղ տվյալների վրա հիմքով աշխատող բանից եկա իմ ուզած ստատիստիկային։ Կամ այն ապուշ օրինակով եթե նայենք, որտեղ որ ասում էի վերցնեմ գումարը, վերցնեմ 509-ը, վերցնեմ պանիրը։ Ես կարամ սարքեմ ֆունկցիա, որ լինի մեր մոտ phi ինչ որ 3 հատ արժեք ենք վերցնում, y1, y2, y3 ու վերադարձնում է առաջին արժեքը, այսինքն ըստ էության զուտ ջնջեմ այս երկուսը։ Ու սա կլինի արդեն իմ ուզած tx-ը կրկին, չէ՞։ Այսինքն ցանկացած ուրիշ sufficient ստատիստիկայից, եթե ես կարամ գամ դեպի իմ sufficient ստատիստիկան, այսինքն մնացած բոլորը այդ իմ sufficient ստատիստիկան են ու ինչ որ աղմուկ, ու ինչ որ անիմաստ բաներ։ Ուրեմն դա այդ իմ sufficient ստատիստիկան եղավ բան։ Եղավ minimal sufficient։ Օրինակի համար, եթե ուզում եմ վերցնեմ, ունեմ նորմալ բաշխում, գիտեմ, որ ինքը գալիս է, չգիտեմ ինչ մատսպասում ու գիտեմ ինչ վարիացիա, ասենք վարիացիան ֆիքսած է, որ 509 է, ու ես հիմա ուզում եմ գնահատեմ բանը, իմ մատսպասումը։ Ես կարամ օրինակի համար բռնեմ հաշվեմ, այս սաղ տվյալները sufficient են, բայց չկա ճզմում, կարամ իրեն ճզմեմ, գամ վերցնեմ օրինակի համար մենակ միջինը ու մենակ բանը, վարիացիայի համար գնահատականս։ Հիմա սա կլինի sufficient, չէ՞։ Բայց քանի որ ես մենակ մատսպասումն եմ ուզում ու սա արդեն գիտեմ, ինձ այս մեկը պետք չի։ Կարամ այս էլ ավելի ճզմեմ ու վերնակ վերցնեմ այսը։ Ասում ենք, որ եթե սա մենակով արդեն հերիք է, ուրեմն ինքը համ sufficient է, համ minimal է։ Նորմալ է ժողովուրդ։ Մեկ ջան, հաշվում էլ կար, չէ՞, այս նույն գաղափարը, ոնց որ ռանգներ կամ vector space-ը, չէ՞, էլի տենց մինիմալ Շատ բանով։ ֆանտաստիկ, հա, ահա որ լավ է անալոգիա է, չէ՞ ֆայմել։ Շատ լավ է։ Ոնց է օրինակ մենք ուզում ենք ասենք գծային թաղանթ ենք ուզում սրա ստանանք, ասենք R2-ի։ Ես կա 0-1 վեկտորը, 1-0 վեկտորը ու 500-ին։ Ու դրանցով ամեն ինչը ստացվում էր արդեն։ Այս երրորդը ավել բան չէր բերում։ Այն երկուսը արդեն հերիք էին։ Հիմա սա շպրտեմ, էլի օքեյ կլինի։ Շատ լավ անալոգիա է, հա։
Այսինքն մենք մի դեպքում ասում ենք ունենք գծորեն անկախ համակարգ, ներողություն, ունենք վեկտորների համակարգ, որը որ բան է, որի գծային թաղանթը ամբողջ տարածությունն է, բայց rank ասելու համար իրան պետք է ասենք, որ ինքը ամենացածր քանակությամբ վեկտորների համակարգն է, չէ՞։ Իսկն պետք է ասենք, որ բոլորը իրար մեջ գծորեն անկախն են, ոչ մեկ ավելորդ ինֆորմացիա չպարունակի։ Շատ լավ անալոգիա էր, մերսի։ Այք ջան, իսկ այս x1, x2 եւ այլն x-ի համար, այսինքն կարանք կորելացիա հաշվենք, ինչ որ թվից բարձր եղնի հանենք, հա, այդ մնացած x-երը օրինակ։ Ես բանի հետ չէի կապի, ոնց որ այդ գաղափարների հետ չէի կապի, ինքը մի քիչ լրիվ ուրիշ առանցքով է, էլի, այս բանը ապրում։ Եթե խոսանք ոնց որ պրակտիկ տեսանկյունից ունենք ինչ որ սյուներ, այդ սյուները իրանց մեջ պարունակում են ինֆորմացիա, բայց ասենք բարձում է մի սյունը դոլարով գինն է ինչ որ բանի, մեկը դրամով, այսինքն մեկը մյուսի բազմապատկածն է, կարանք ասենք իրանք շատ կորելացված են, եկեք մեկը շպրտենք մի կողմ, այսինքն պրակտիկ դեպքում, եթե ուզում ենք տվյալները որ ավելի քիչ տվյալ օգտագործենք, այդ ըստ կորելացիայի մոտեցումը բավականին վալիդ լավ մոտեցում է, էլի։ Բայց այստեղ մեր մոտ մի քիչ ուրիշ նպատակ է, էլի, մենք ուզում ենք ասենք այս տվյալների հիմքով ինչ որ բան հաշվենք, որը որ հետո կգնահատի, ճիշտ իրականում մեծամասամբ էլի նույն սյուժետն է։ Ուղղակի ոնց որ այստեղ կարևորն է, որ եթե պրակտիկ դեպքում ասում ենք, եթե կորելացիա ինչ որ բանից քիչ էլ մեզ շատ պետք չի, այստեղ ոնց որ իդեալականացված է, էլի, եթե այս xn-ը իր հետ ասենք մի հատ պստիկ էպսիլոնիկ նորություն է, իրան գցենք մի կողմ, կստացվի, որ ինֆորմացիա կորցրեցինք, էլի։ Այսինքն կորելացիայի լեզվով եթե ասենք, եթե կորելացիան հստակ ուղիղ հավասար լինի 1-ի, այդ դեպքում նոր կարանք այդ տրյուկը օգտագործենք, էլի։ Okay, merci։ Դες մերսի։ Այդ sufficiency-ն ինչի համար է մեզ ընդհանրապես պետք, որտեղ իրականում ինքը նաև կարա գործիք լինի մեր estimator-ը լավացնելու։ Հիմա ինչ իմաստով ենք ասում լավացնել, կարանք օրինակի համար ասենք, որ ինչքան ավելի քիչ է տենց սփռված estimator-ի արժեքները, այնքան ավելի լավն է ինքը, չէ՞, այնտեղ վարիացիան հաշվելուց տեսանք, միջին քառակուսային շեղումում ինքը դեր։ Իսկ մենք ընդհանուր առմամբ, որ estimator ենք ուզում, ոնց որ իդեալական կլինի, որ ինչ որ մարդուն այս սրան ինչ գին արժի լինի, ինքը ճիշտ ասի ու ոչ թե ասի դե այտենց մի 6-ից 20 արժի 6-ից 20 րոպե կտևի, այսինքն ասենք 11.342 րոպե կտևի պլյուս մինուս 0.0001, այսինքն ինչքան ավելի կոնցենտրացված լինի, այդքան ավելի լավ է։ Մենք ուզում ենք ընդհանրապես ունենանք ցածր վարիացիայով estimator-ներ։ Հիմա կա մի հատ Rao-Blackwell-ի թեորեմ, որը որ ասում է, եթե ինձ 10 մի հատ ինչ որ ցանկացած unbiased estimator ու մի հատ ինչ որ sufficient ստատիստիկա տե, ես կարամ սարքեմ մի հատ թազա estimator թետա գլխարկ, որը որ կլինի այդ իմ unbiased estimator թետա t-ի բոլոր այն դեպքերը, որտեղ որ ստատիստիկան տեղի ունի, Էսա մի հատ օրինակ կնայենք։ Ու այդ դրա դեպքերում արժեքները միջինացնեմ, այդ estimator-ը, այս երկուսից կառուցած, ինքը կշարունակի լինել unbiased, բայց իր վարիացիան կամ կնվազի, կամ չի փոխվի։ Եկեք մի անգամ օրինակ նայենք, որ նորմալ լինի։ Միտքը որն է։ Հա, Բեռնուլի օրինակով ասենք, լավ չէ, եկեք մի քիչ ավելի կոնկրետ օրինակ նայենք։ Եթե ասենք ունեմ ինչ որ x1, x2, x3, իրենք եկել են Բեռնուլիից, ու հիմա ես ուզեմ նայեմ բանով, ինձ մեկել մի հատ ինչ որ sufficient ստատիստիկային տվա, ասել են գիտես ինչ, գումարը հավասար է 2։ Եթե նայես ուղղակի գումարը 2-ա թե չէ, այդ բավարար ստատիստիկա է։ Այսինքն ֆիլտրել են դրել են 2-ը։ Հիմա ես ինչ կարամ անեմ, ասում եի դե կվերցնեմ այս իմ թետա բանի գլխարկները մենակ p-ի համար։
Այսինքն ես կարամ նայեմ տվյալներում օրինակ ունեմ 110 001 եւ այլն, կարամ սրանք գցեմ մի կողմ, վերցնեմ մենակ այն դեպքերը, որտեղ որ t2-ի է հավասար, ու իրանց վրա կիրառեմ արդեն իմ բանը։ Իմ այդ estimator-ը կիրառեմ։ Այսինքն ըստ էության, որ ասում եմ պայման դնել t-ի վրա, այդ նշանակում է, որ այն տվյալների բոլոր այն հավաքածուների, տվյալների պոտենցիալ հավաքածուներից վերցրու են նրանք, որտեղ որ ստատիստիկան տեղի ունի։ Այսրանով ոնց որ ֆիլտրում եմ տվյալներս, էլի ավելի estimator-ը նույնն է մնում, եթե գումար էի հաշվում, գումար կհաշվեմ, եթե չգիտեմ, պրոպորցիա էի հաշվում, պրոպորցիա կհաշվեմ։ Մենակ թե տարբերությունն է, որ արդեն ֆիլտրված ավելի քիչ տվյալների վրա եմ հաշվում, ու այդ ավելի քիչի վրա հաշվածս միջինացնում եմ։ Ոնց որ ասենք ավելի եթե ինչ որ մեկին ասես տան գին գնահատի, իրան ավելի դժվար կլինի դա, քան եթե ասես տան գին գնահատի, ու իմիջիալոց ես գիտեմ, որ այդ տունը գտնվում է բանում, չգիտեմ, մոնումենտում օրինակ, այդ ավել ինֆորմացիան, այսինքն ու այդ տունը գտնվում է մոնումենտում, ինքը ոչ մի բան չի կորցնում։ Մենք ասում ենք տունը մոնումենտում է, այս չի տներ կորցրեցինք, այսինքն sufficient է ինքը։ Ենթադրենք մենակ մոնումենտի տները, էլի այս դեպքով գալիս։ Այդ սյուժետով, եթե այդ իմ տան գնահատող մարդուն, այդ տան արժեքը գնահատող մարդը հիմա կարա գնա մոնումենտի տները վերցնի, մնացած բոլորը անտեսի։ Իրանց համար հաշվի գնահատականները, միջինացնի, ու այդ միջինացրածը ինձ ասի, ու այդ մոտեցումը լինելու է ավելի քիչ սփռված, ավելի քիչ խառախշտիկ տարբեր արժեքներ ընդունող, քան եթե իրան ուղղակի ասես տան գին ասա ինձ ախպեր։ Ինչի է սա աշխատում։ Կա մի հատ բան, որ հատեսից չենք նայել, հիմա մի քիչ փոշմանում եմ, կոչվում է Law of Total Variance կամ EV օրենք։ Ինքը ասում է, որ եթե ունենք ինչ-որ թետա, իր վարիացիան, մենք կարանք բռնենք ոչ որ մի հատ արհեստական ասենք պայմանական բաշխում անցնենք, ասենք թետա t-ից կախված, ու հիմա ինքը կլինի վարիացիա այդ թետա t-ից կախվածը, բայց ոնց որ այստեղ պայման ավելացրեցինք, պետքա կոմպենսացնել դա մի ձև, պետքա մի հատ էլ ասենք, դե լավ, բայց ինչքանն է մած սպասումը հենց է դրա, այսինքն թետա տրանսով տրված սա, այս սրա մած սպասումը, այսինքն եթե ուզում ես պայման դնես, ստացվի այդ քո եղած պայմանի վարիացիա, բայց մի հատ էլ գումարած մած սպասում։ Չես կարող ուղղակի օդից դնես պայման ու վերջ։ Բայց հիմա պահենա, որ ոնց որ այսա վարիացիայի մած սպասում է, այսինքն ինքը միշտ 0-ից մեծ է, չէ՞։ Հիմա այս Rao Blackwell-ը ասում է, արի բռնենք շպրտենք սա մի կողմ։ Իր ասածը հենց նա, որ եթե այսքանը կորցնենք, այսինքն թետայի փոխարեն արդեն թետա տրանսպոզ, եթե ու գիտենք, ես որ ասում եմ տրանսպոզ իմացեք, ի նկատի ունեմ ինչ-որ ուրիշ բան, թետա ալիքով այս դեպքում։ Թետա ալիքով եթե գիտենք t-ն, իր այսքանի վարիացիան ինքը լինելու է միանշանակ մեծ հավասար, քան մենակ այս սրա վարիացիան, չէ՞։ Որտեղ ստեղ կա մի հատ գումարած ինչ-որ բան։ Հիմա ինքը այս կտորը մաղում է, էլի սենց ասած։ Այդ մաղելու համար պայմաններ է պետք իհարկե, պետքա տեն sufficient statistic լինի, թետան լինի բան, unbiased։ Բայց եթե այդ կա, մենք կարողանում ենք Rao Blackwell-ով փոքրացնենք մեր estimator-ի վարիացիան, այսինքն լավացնենք մեր estimator-ը։ Ու իրան անվանում են Rao Blackwellization, Rao Blackwellization, էլի հենց։ Կարանք մեկի ասենք, ոնց որ ունենք տվյալներ, որոնք կարան աղմկոտ լինեն, մենք մի քիչ իրանց ֆիլտրում ենք ու միջինացնում ենք, ավելի մաքուր գնահատական ենք ստանում, էլի կարանք նաև այդպես անվանենք։ Մեկ էլ մի հատ պրակտիկ բան, թե ոնց է կարելի գտնել minimal sufficient stat։ Կամ եթե ինչ-որ բան ունենք, ասենք ինքը minimal sufficient է, թե չէ, ունենք մի հատ sense theorem, կոչվում է likelihood ratio criteria։ Ասում ենք, որ tx-ը minimal sufficient է, այն եւ միայն այն դեպքում, եթե ցանկացած x-y-ի համար tx-ը հավասար է ty-ը, նույնը լինի, ինչ ասենք fx եթե գիտենք t ու fy եթե գիտենք t-ն կախված չլինի թետայից։ Բայ օրինակով հասկանանք սա ինչ ասեցինք։
Ստեղ ուզում ենք ասենք, որ եթե գումարները հավասար են, օրինակի համար բան, եթե հուշ գիրով ենք նայում, նայենք գումարը, այսինքն 0-1-ի դեպքում հուշերի քանակը։ Եթե երկու բանի հուշերի քանակները հավասար են, ուրեմն իրանց այս հավանականությունների հարաբերությունը կախված չի լինելու մեր պարամետրից։ Եթե այտենց բան տեղի ունի, եթե այտենց պնդում կա, ուրեմն minimal sufficient է։ Այս բանի օրինակով եթե նայենք, միանգամից fx-ն մեր մոտ կլիներ p-ի միանգամից i-ին եմ օգտագործում գումարով p գումար x-ի 1 մինուս p n մինուս գումար x-ի n մինուս նույնը գումարը y-ով։ Հիմա ստեղ ունեմ p գումար x-ի բաժանց p գումար y-ի, կամ ուղղակի ասեմ, որ p-ի գումար x-ի մինուս գումար y-ի աստիճան, չէ՞։ Ուղղակի p-ի a բաժանց p-ի b եմ անում։ Նույնը ստեղ 1 մինուս p-ի է լինելու, էլի ու կարամ ստեղ ուղղակի ոնց որ իրան մի հատ կարճ գրելաձև որպես ներկայացնեմ այսպես. p բաժանած 1 մինուս p-ի գումար x-ի մինուս գումար y-ի։ Հիմա ժողովուրդ, որ ասում եմ այսա պետքա բան լինի։ Ոնց որ սրանք մեր likelihood-ներն էին, մենք ունեցանք likelihood ratio, likelihood-ների հարաբերություն։ Այդտեղից անունը likelihood ratio կրիտերիա։ Հիմա այստեղ եթե ասում եմ tx-ը հավասար է ty-ից, հետևի որ սա կախված չի թետայից, դե եթե tx-ը հավասար լինի ty-ի, x-ի հանած գումար էլի y-ին նույն բանն է գումարները, ստացվում է p բաժանած 1 մինուս p-ի 0 աստիճան, սա էլ p-ն ինչ ուզում է լինի 1 է, չէ՞։ Այսինքն այս ուղղությունը ստացանք։ Հիմա մյուս ուղղությունը։ Ասում ենք պետքա այսա կախված չլինի մեր բանից, պարամետրից։ Որ դեպքում սա p-ից անկախ կլինի։ Դե եթե սրանք իրար հավասար լինեն, այսինքն ստացանք, որ գումար x-ին պետքա հավասար լինի գումար y-ի, դե դա ստացվում է, որ ոնց որ tx-ը հավասար ստեղ x, y նկատնում եմ ամբողջ տվյալներով, էլի։ Այսինքն մի հատ որպես մոտեցում կարելի է likelihood ratio-ն գրել ու նայել տեսնել ինչ կա որ կարանք իրան որպես տենց ստատիստիկա ներկայացնենք, այնպես որ ստանանք բան պարամետրից անկախություն։ Այ դա հենց կլինի միանգամից minimal sufficient։ Կամ եթե ունենք ինչ-որ բան ասում ես պարզել minimal sufficient-ա թե չէ, կարանք այդ մոտեցումով գանք, էլի։ Այսինքն ինքը համ բացահայտելու համար է օգնող, համ ստուգելու համար է օգնող։ Մեկ էլ մի հատ բան ասեմ ընդհանուր, ոնց որ հետո այս կետից կշարունակենք։ Բայց այստեղ ու մի հատ էլ բան, որ ժամանակին բաշխումների ժամանակ ասում ենք էքսպոնենցիալ բաշխումը, ասում ենք Պուասոնյանն էլ է էքսպոնենցիալ բանման, մի հատ հստակ սահմանում ունի, թե ինչ է նշանակում էքսպոնենցիալ։ Էքսպոնենցիալ բաշխումների ընտանիքը, կասենք ինչ որ բան պատկանում է էքսպոնենցիալ բաշխումների ընտանիքին, օրինակ Բեռնուլի նորմալը, Պուասոնը, էքսպոնենցիալը։ Ես այն ժամանակ ասել էի, դե որ y-ի ինչ որ բան եք տեսնում, բայց այդ հերիք չի։ Ճիշտ ձևը ասելն է, որ եթե այդին բաշխումը բանով, թետայից կախված fx-ը, թետան պարամետրը։ Եթե կարան գրենք որպես ինչ որ hx, անգամ y-ի էտա թետա, անգամ tx մինուս a թետա, մի քիչ վախենալու բանձև է դառնում, բայց սրա միտքը կենա, որ ինքը մի հատ ընդհանրական բանաձև է։ Այսինքն ես ունենում եմ մի հատ բան, որ կախված է տվյալներից, անգամ y-ի մի հատ բան, որ մենակ պարամետրից է կախված, անգամ մի հատ բան, որ մենակ տվյալներից է կախված, հանած մի հատ բան, որ մենակ պարամետրից է կախված։ Եթե այս տեսքով կարամ ներկայացնեմ, ուրեմն ասում եմ ինքը գալիս է էքսպոնենցիալ բաշխում, էքսպոնենցիալ ընտանիքից։ Ու էքսպոնենցիալ ընտանիքի լավը այն է, որ ոնց որ էքսպոնենցիալ ընտանիքի համար միանգամից լիքը բան արդեն ավտոմատ աշխատում է։ Ասենք ուղղակի գումարը միանգամից sufficient է, միանգամից մինիմալ է։ Կա completeness-ի գաղափար, այդ մեկը չենք անցել, կա regularity միանգամից, գիտենք, որ optimal estimator-ը գոյություն ունի, կա ոնց որ unique best unbiased estimator, complete, մի խոսքով հազարը մի բան ավտոմատ միանգամից մենք ունենում ենք։
Դրա համար նաև ինչ որ մոդելներ էլ որ օգտագործենք ապագայում, գծային ռեգրեսիա կամ ընդհանուր դեպքում generalized linear մոդելներ, գամեր եւ այլն։ Իրենք լինելու են բաներ, որ էլի գալիս են էքսպոնենցիալ ընտանիքից, որտեղ էքսպոնենցիալ ընտանիքը ոնց որ ամենալավ ընտանիքներից է, որ ումից որ կարաս ինեսել, իր համար լիքը բան միանգամից ավտոմատ է լինում։ Այս բանաձևն էլ ինքը մի քիչ վախենալու է, բայց ինքը մեզ պետքա գալի զուտ ոնց որ պրակտիկայում որպես այսին համարյա պետք չի, մի բան որ գիտենք, ունենում են գիտենք էքսպոնենցիալից թե չէ, բայց տնայինների մակարդակով օրինակ կամ վարժվելու տնայինների մակարդակով զուտ ոնց որ պետքա բռնել, բզբզալ, նայել, տեսնել կարամ ես իմ տված բանաձևը արտահայտեմ այսպես, եթե կարամ, ուրեմն էքսպոնենցիալ է, եթե չեմ կարող, էքսպոնենցիալ չի։ Հաճախ սրա լոգարիթմականով գրելը ավելի հեշտ է լինում, որովհետև լոգարիթմ էքսպոնենտը դառնում է գումար, բայց դրա մասին հետո արդեն ավելի մանրամասն կխոսանք։ Նաև մյուս դասին արդեն կխոսանք այսօր ասենք ավելի լավ բան ենք ունենում, ավելի լավ estimate-ը, ավելի ցածր վարիանսով, իսկ որն է ամենացածր հնարավոր վարիանսը, որ կարանք ունենանք, դրա մասին կխոսանք ու մեկ էլ կխոսանք ընդհանուր թե ոնց կարանք ինչ որ երկու հատ estimate-ը որ ունենք, ոնց կարանք մեջներից ընտրենք։ Բացի ուղղակի ասելով իրանց վարիացիաներ նայենք։ Հա։ Այս ամեն ինչից ցանկացած հարց ժողովուրդ, եթե չկա, մեկ է տնայինը հեսակ ասեմ։ Տնայինը ժողովուրդ, արդեն կամաց կայքում եմ տեղադրում։ Այս 21-րդ խափեցի 21-րդը նախորդն էր 22-րդ բաժնից այստեղ սկզբում մի քանի բան է գրած գուցե մի քիչ փոխեմ տնայինը բայց ընդհանրապես հիմքը լինելու է ստերի առաջի խնդիրները որովհետև այս Fisher ինֆորմացիա ու Kramer Rao մենք սրանք դեռ չենք անցել սրանք մի քիչ հետո Նայեցա մի քանի հատի կարելի շատ վարվելու զբաղվելու մի քիչ ավելի նստացնելու համար է էլի այս թեմաները Մի հատ չաթում նորմալ կգրեմ։ Մեկ էլ էսա էլ չաթում կգրեմ, բայց ասեմ, որ մենք բան ունենք, internship ենք անում այս համար, հայտարարություն ենք տարածել, մի քիչ ոնց որ դասընթացի հետ կապված ժամանակայինով լավ չի բռնել, որովհետև այս պահի հիմիկվա գիտելիքներով հեչ հերիք չեն էլի, որ internship-ի կանոնք ընդունվել, բայց ամեն դեպքում հայտարարությունը կուղարկեմ, կարդացեք, եթե զգաք ուզեք փորձել, փորձեք, դիմեք Եթե ընդունվեք, ես լավ ուրախ կլինեմ, այդ հայտարարությունը կուղարկեմ մի քիչ ուշად։ Internship-ին ժամային գրաֆիկով է լինելու։ Ամբողջ դրույք։ Okay։ Այդ ճիշտ հիմնականում ամբողջ դրույք, կարող է ասենք կես դրույք է լինի, բայց մի 90%-ով ամբողջ դրույք էլի։ Ու ամառնա լինելու էլի հստակ մենակ։ Բայց այդ ցախ հիմա ոնց որ ուզեցի ոտի վրա ծռի հետ ասեմ, այդ նորմալ հայտարարությունով կուղարկեմ էլի։ Okay, merci։ Շատ բարի։ Ժորդ, մեկ էլ մի հատ բան ասեմ, սա էլ գուցե ակտուալ լինի, հատկապես նոր միացողների համար, ոչ նոր միացողների տոյնց գիտեն, բայց բան, մեր բոլոր նյութերը, այսինքն որ ստեղ սլայդեր ենք տեսնում բանան, ես դրանք առանձին չեմ ուղարկում, որտեղ ամեն ինչ ռեպոյի մեջ հավաքվում է, էլի sense տենց։ Այս դեպքում պետքա գանք բնական ձևով գանք մաթեմի բաժին, գանք լեկցիաների բաժին, գանք վիճակագրության բաժին, ուստեղ արդեն հերթով կտեսնենք նախորդ դասերի լեկցիաները։ Համ լեկցիաները մաքուր տարբերակով եմ տեղադրում, համ աշխատում եմ միշտ տեղադրել նաև այսօր դասի ժամանակ արած խզբզածներով։ Եթե ուզում եք ինչ-որ բան արագ կրկնել, ամենահարմար ձևը երևի զուտ սլայդերը թերթելն է, էլի, վիդեոն վերանայելը երկարատևում։ Սլայդերը վիդեոյի ինչ-որ չափով sufficient ստատիստիկա են, լավ ճզմած է վիդեոն։ Դե ժորդ ես 3 րոպե հաստատ ժամանակ ունեմ, կարամ 3 րոպե սպասեմ հարցտակ, բայց չէ լավ, 3 րոպեն մի քիչ շատ է, ուղղակի բան կանեմ, ինչ-որ ուրախ եռանկյունի կնկարեմ 3 հատ, եթե հարց չլինի, կավարտենք։ Դե լավ, Okay, merci, շատ լեսյուն։ դեզ եմ մերսի, Շատ հաջողություն ձեզ։ ու առայժմ, լավ էր։